Եթե դա ոչ պաշտոնական չէ, ոչ պաշտոնական։ Ժամանակը կգա կիմանաք ով կմասնակցի արտգործնախարարությունից կհայտնեն հավանաբար։ Բայց չմասնակցելու մասին որոշում չկա, պարոն Ռուբինյան։ Ինչի մասնակցելու չգնալու այդ ֆորումը։ Ասում եմ, երբ որ ժամանակը գա, դեռ մի քանի օր կա, մինչև դա կտեսնենք ով կմասնակցի կամ չի մասնակցի։ Հա։ Ռուսաստանի հետ կապված է վերջին այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայ գործարանների հանդեպ համակարգի քաղաքական համատեքստ ունի, կոնյակի գործարանի հետ կապված, հիմա ջերմուկի գործողեր։ Ինչ է վերաբացվել։ Ինչ է վերաբացվել։ Դուք ես չեմ տեսել պարոն Սիմոնյանը ինչ է գնացել, բայց ենթադրում եմ, սա զուտ իմ ենթադրությունն է, որ երևի ինպես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ իրենց տերերի հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե իբր ինչ-որ տնտեսական խնդիրներ կան, ոչ մի խնդիր չկա, հանգիստ եղեք։ Դե մի վարքան, ես էլ ձեր հարցին պատասխանեցի։ Դե ասեցի չկա։ Բացարձակ։ Թեոդերչուկի շատ կոշտ հայտարարություններ ստացեցին, այստեղ էլ շարունակվեց, օրինակ գալիս ասում են, եթե գազի գինը թանկանա, կամ անդիատումից համ հապի։ Բայց ինչի պետքա գազի գինը թանկանա։ Ձեր դիմաց։ Չէ, մի վայրկյան ինչի պետքա թանկանա։ Մի վայրկյան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետքա թանկանա։ Այսինքն ակնարկ չի։ Մի վայրկյան, չի հնչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկվող լրատվամիջոցներ, սիրելի բարեկամներ։ Այս ներողություն, մի ընդհատեկից, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին։ Մի վարքյան, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, մի վարքյան, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմիկվանից իմացեք։ Ինչ վերաբերում, ես նույնիսկ չգիտեմ դուք որ շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով է ֆինանսավորում, իդեպ շնորհակալ կլինեմ, եթե հայտնեք հիմա։ Դե հայտնեք իմանաք, հայտնեք բոլորս իմանանք, ով է ֆինանսավորում, բայց ներողություն, իմ մայրը խմբագիրից չի, մի վարքյան էլի։ Դե հիմա լսեք, ես էլ ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ չի, մի վարքյան, ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել։ Հիմա ասենք հաջող հարցը։ Հիմա լռեք, հա, մի հատ լռեք, լռեք։ Ավարտելով թեման, ձեր այս փուչիկը, որը դուք ուզում եք փչել, թե իբր Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ կա, ես հասկանում եմ դուք ինչ եք այդ փուչիկը ուզում փչել, որովհետև օրինակ կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել իր քաղաքական կամպանիայի մաս։ Այդ փուչիկը փչել չի ստացվելու, այլ հարց է։ Ասում եք փուչիկ, պարոն Ռուբինյան, բայց Ռուսաստանի վարչապետը ասում է, որ Հայաստանի հետ օրինակ պայմանավորված։ Ռուսաստանի վարչապետը նման բաներ ասում է 1 տարի առաջ, 2 տարի առաջ, ասեք, լավ չի, չէ՞։ Ասեք։ Հայտարարում է, ասում է Հայաստանի Պարոն Ռուբինյանը կարող է դադարեցնենք ճեպազրությունը Ոնց ուզում եք դուք կարող եք հեռանալ։ Ես որևէ խնդիր չունեմ, կարող եք բոլոր այն լրագրողները այստեղ ներկա, ովքեր որ լավ չեն զգում են փաստից, որ ես բարձրացնում եմ իրենց ֆինանսական աղբյուրների հրապարակման հարցը, շատ լավ, բոլոր այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անել։ Խնդրեմ, կարող եք լքել։ Տիկին Ջեբեջյան, կարող եք լքել, բացարձակ ես չեմ նեղվի։ Բացարձակ չեմ նեղվի։ Խնդրում եմ հեռացեք, եթե ուզում եք։ Ես հարցս տամ։ Շատ լավ։ Մի ընդհատեք ինձ խնդրում եմ։
Ինչ ասացիք, դուք էլ խնդրում եմ քաղաքական դաշտից, դուք չեք որոշում, դուք չեք որոշում։ Որոշում է ժողովուրդը։ Ժողովուրդը կորոշի ով կհեռանա քաղաքական դաշտից թե ոչ, ու նաև ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որպեսզի լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, իրանք ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ իմանալու են, թե այն լրագրողները, ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հարցեր են տալիս, այլ քաղաքական ելույթներ, ում պատվերով են դա անում։ Այնինք մարդիկ իմանալու են, դուք կոնկրետ դուք ում պատվերով եք, օրինակ գալիս տեղ բաներ անում։ Դե լավ, արդեն գնացեք, դե արդեն գնացեք, մի խանգարեք ինձ, Հիմա Ռուսաստանի վարչապետը ասում է